Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես որ միշտ լինում է, ժամանակ չի եղել, նաև մյուսը անեմ, դե ոչինչ, եթե չկարողանամ չհասցնեմ անեմ, ապա հունիսից նոր կկարողանամ անել նաև, որ երբ կկատարվի ձեր ցանկությունը։ Իսկ հիմա պահեք ձեր ցանկությունը 4 տարբերակ, տեսնենք երբ կկատարվի, ինչպես կկատարվի, նաև իհարկե ժամկետ պահեք դուք ձեզ համար, որ հասկանաք, եթե ինչ-որ մի բան ուշանում եք, գոնե իմանաք որքան ժամանակ է այն ուշանալու, որքան ժամանակ այն դեռ պետք է սպասեք։ Այնպես որ մինչև ես կխառնեմ, դուք կենտրոնացեք ձեր ցանկության վրա, պահեք, ֆիքսվեք, պատկերացրեք, որ դա լինում է, ինչա կատարվում ձեզ հետ, որպեսզի քարտերը կարողանան գտնել, թե երբ է կատարվելու ձեր ցանկությունը։ Այսինքն ոչ թե երբ, այլ կատարվելու է արդյոք թե ոչ։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք արդեն կսկսենք առաջին տարբերակից։ Տեսնենք, կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Այդ ցանկությունը եղավ, իդեպ, որ ասեմ ինչ եմ պահել, ես են ծինադու պահել էի և ստուգում էի քարտերին, որ ճիշտն ասեմ, ապրանքը եկել է և մնում է ոնց որ ինձ տան, այսինքն եկել է, իբր ես տանը չեմ եղել և հիմա ես սպասում եմ, որ տեղ նշանակեմ, որ ես ենտեղից վերցնեմ։ Ես դա էի պահել, կվերցնեմ արդյոք թե ոչ, նայեք, աստղը ընկավ աստղի դիմաց, այսինքն միևնույնն է, հա, հիմա որտեղ էլ որ տանեն, ես այն կվերցնեմ, այսպես թե այնպես։ Եվ հենց դա է ցույց տալիս, այստեղ։ Նայեք ինչքան ճիշտ է ցույց տալիս։ Եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր դեռ կասկածում են այս քարտերի վրա։ Ուղղակի իրոք կողե ժամանակը չէ այն ցանկության, որով որ դուք եք ուզում, դրա համար է չի ընկնում։ Լավ չեք պահել, չեք ֆիքսվել։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում բնականաբար արդեն ասացի ցանկությունը իրականանում է եւ այն էլ ինչպես է իրականանում, անմիջապես է իրականանում։ Երբ դեռ սպասում եմ հեռախոսը կողքս, որ միգուցե զանգահարեմ վերցնեմ, հա, այդ կարգի պատկերացրեք, որ վերցնելու եմ։ Դե հուսով եմ։ Միգուցե այս քարտերի ընթացքում բերեն, դա ավելի լավ կլինի, անմիջապես կկատարվի ցանկությունս։ Ուրեմն այստեղ, եթե ուզում եք տեղափոխվել, ապա կկարողանաք տեղափոխվել, դե բնական է ցանկություն ընկել է եւ որտեղ դուք եք ցանկանում, այնտեղ կտեղափոխվեք։ Նաեւ տանից տուն, հա, այստեղ տանից տուն, տան մասին է խոսքը։ Դե կարող է նաեւ ֆիրման եք տեղափոխում, տարածքը, բիզնես բացել եւս կարող եք, ուժ կունենաք, այսպես ինչ-որ բանին դիմակայելու համար, նաև դա կարող է լինել ընտանի կենդանի, որին կպահեք, կամ ձեռք կբերեք, կամ նաև կարող է նվիրել ձեզ, օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց եւս կկատարվի, այնտեղ տեղափոխվել, գնալ հանգստանալ, թույլ կտան, այսինքն որպեսզի դուք գնաք հանգստանաք,
Նաև հեռախոսազանգ կունենաք, որը շատ կարևոր է ձեզ համար, որը որ դուք ուզում եք։ Դե այստեղ բաց էլ թողած լինեմ, բաց թողած էլ չլինեմ, այստեղ նաև ծնունդն է, որը կնշեք բնականաբար, որն է բաց թողեմ, միևնույնն է, հա, ցանկությունը իրականանում է, ինչ էլ որ պահել եք, այն իրականանում է։ Այսքանը ձեզ համար առաջին փորձությունն անցավ քարտերը, ես սպասում էի, բայց ես դեռ սպասում եմ կստանամ արդյոք թե ոչ։ Չնայած եթե արդեն այստեղ հա դրանից դիմաց ձև են տալիս, գիտեք իրանց իբրև թե բերել եմ տանը չեմ աղել, ահա ես այստեղ նստած եմ, առավոտից է գործ եմ անում եւ ասում են որ տանը չեմ եղել, ոչ զանգ, ոչ բան, բայց ես տանը չեմ եղել, դու չգիտեմ։ Ես իմում հետ են կապվել, սա Ֆրանսիայի սովորությունն է, հետո որ ընկնես իրանց հետևից, ես իմ որսև ջանդամն են տանում, շպրտում ապրանքդ, որ գնաս վերցնես, իբրև թե արդեն մեկ ամսից ավել է, սպասում են, միևնույնն է, դեբիլություն ասա, սա երեգիր չէ, ահա, հուսով եմ պահել եք նաև երկրորդ տարբերակը, մենք տեսնենք կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Աստղը մի փոքր ուշանում է, դեռ ժամանակը չէ, այն ինչ որ կընկնի միայն դա է, դեռևս լինելու, բայց էլի ոնց որ ուշացած տարբերակով, մի փոքր ուշ կլինի։ Ահա, երկրորդ տարբերակում հաղթանակ, ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, դե դա կարող է լինել քննություններ, դա կարող է լինել ինստիտուտի ընդունելություն, դա կարող է լինել մրցույթ ինչ-որ միտեղ, լոտո, հեռախոսազանգ կստանաք այդ օրը, շատ կարևոր այդ օրը, եթե սպասում եք հեռախոսազանգի, ապա նաև հա մի փոքր կարող է ուշանալ, սեր, նոր սեր գտնելու համար եւս մի փոքր պետք է սպասեք, իսկ եթե սիրում եք թե ոչ, ապա ոնց որ դեռ այդպես սեր չկա, հա, ներսում։ Դեռ միգուցե ինչ-որ համակրանք է, բայց ոչ սեր։ Հեռախոս կստանաք կամ ձեզ կնվիրեն, դա եւս մի փոքր կուշանա եւ գործարք։ Աշխատանքի ընդունելություն է սա եւ գործարք է, որը եւս մի փոքր կուշանա։ Ավելի ուշ կկնքեք այդ գործարքը։ Նաև սա հակառակ սեռի ներկայացուցիչ ծանոթություն է, սա եւս, հա, ոնց որ երրորդ մարդը ձեզ կծանոթացնի, դա եւս մի փոքր ավելի ուշ։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար ցավոք սրտի ուշանում է, հա, չի լինում։ Պահեք երրորդը, ֆիքսվեք երրորդի վրա։ Մինչև խառնա։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։
Աստղը նայեք ընդամենը մեկ քայլ էր, եթե այստեղ մնար ինքը կընկներ, բայց չէ, ոնց որ ուշացնում է, այսինքն ասում է, որ քիչ է մնացել, հա, ընդամենը ոնց որ մեկ քայլ եւ կարող ես ունենալ այն ինչ որ ուզում ես, որովհետեւ այստեղ իրոք եթե ընդամենը մեկ քարտ այսօր կողմ լիներ, ինքը անպայման կընկներ։ Ուրեմն երրորդ տարբերակում ցանկությունը մի փոքր ուշանում է, դեռ ժամանակը չէ, բայց այն ինչ որ ընկել է, դա մի քիչ կուշանա եւ հա այն ինչ որ նշվում է միայն դա կուշանա, այդպես։ Հանդիպում թորներով, ծորներով, կենթանի պահեք, հավելյալ ուժ գտնեք ինչ որ հարցին լուծում տալու համար, հա, դա եւս ժամանակ է հարկավոր կամ կենթանի ձեռք բերելու համար եւս ժամանակ հարկավոր, վերանորոգում սկսելու համար, ընկերների հետ գնաք որևիցե տեղ շփվելու, քեֆ անելու, ուրախանալու, հավաքվեք այդպես բոլորով, դա եւս մի փոքր կուշանա։ Եվ բիժուտերիա գնել, բիժուտերիա նվեր ստանալ, ոսկեղեն գնել, ավելի մաչելի տարբերակով, եւս դեռ պետք է սպասեք, որտեղ հիմա կարող է թանկ է։ Ինչ որ մեկից հեռանալ, բաժանվել, դա կլինի ընկեր, ընկերուհի, ձանձրալի հարաբերություններ, արդեն ցավալի հարաբերություններ, որոնք որ ձեզ նյարդայնացնում են, հա, այդ մարդկանց հետ դեռ ժամանակը չէ հեռանալու։ Ծաղիկ նվեր ստանալու եւ ասելի մի փոքր կուշանա եւ նիհարելը։ Նիհարելը եւս պետք է դեռ սպասեք։ Այսքանը երրորդ տարբերակի համար, նույնպես տեսնենք չորրորդ տարբերակը ինչ կասի, եթե չորրորդ տարբերակը ընկնի, էլի հանգստանա եւ ընկնի։ Ինչեւ խառնեմ, դուք ֆիքսվեք։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Ընդհանրապես նայեք, մի փոքր է հեռու, ընդհանրապես շատ չնչին։ Շատ։ Մի փոքր այսօր կողմ լիներ, ինչ կլիներ, որ ուրեմն ասում եմ դեռ ժամանակը չի, հա, պետք չի շտապել ինչ-որ մի բանի համար։ Ահա, չորրորդ տարբերակը սա էլ կա, տեղափոխություն։ Դե աստղը շատ չնչին է հեռու, այնպես որ շատ չեք սպասելու ձեր ցանկությանը, հատկապես այն ցանկություն, որը որ այստեղ է նշված։ Տեղափոխություն կամ տարածքը, կամ բիզնեսը, կամ տունը, հա, այդպես։ Նաև վարկը փակել, պարտքերը փակել, վերջնականապես ավարտել այդ ամենը եւս էլի ժամանակ է հարկավոր։ Առողջության համար եւս ժամանակ է հարկավոր կամ վերականգնվելու կամ վերջնականապես, հա, ապակինվելու համար, բիժուտերիա, կամ դուք նվեր ստանաք կամ գնեք, գուցե ոսկեղեն է, հա, դա եւս էլի մի փոքր ուշ, հանդիպել կամ հաշտվել նաեւ ձեր ազգի հետ, հա, կամ
մեծ ներկայացուցիչների հետ, ազգի, տատի, պապի, կամ նաև այստեղ, եթե ուզում եք հավաքվել թորներով, որ մի հատ հարց կա, երբ են իմ թորները իմ կողքը լինելու, այսպես։ Այս պահը, հա, ոնց որ դեռ պետք է սպասեք, դեռ ժամանակը չէ։ Նա ինչ-որ մեկին է կարող հարմար, մյուսին հարմար չի և դրա համար, հա, այս վիճակն է։ Եվ եթե վիճեք, այս ընթացքում ինչ-որ մեկի հետ շատ արագ կհաշտվեք։ Նաև դե հաշտեցում է, եթե արդեն իսկ վիճել էիք ինչ-որ մեկի հետ։ Են ցավոք սրտի գոնե չեղավ, գոնե մեկ տարբերակը եղավ, աստղը մեկ տարբերակը մեզ շնորհեց։ Դե համար պետք է այնպիսի ցանկություն պահեք, որ հստակ է, որ մոտավորապես հասկանալի է այդ ցանկությունը, տեսակ առաջինն էի պահել և աստղին հենց կպավ, դա շատ հազվադեպ է լինում։ Հաջորդին ես կասեմ, վերցրել եմ արդյոք թե ոչ, կփորձեմ նաև գոնե մեկ անգամ անել, երբ կկատարվի ձեր ցանկությունը, հա դա արդեն մեկ այլ քարտերով է, դա այս քարտերով չէ։ Այսքանը, դե այն քարտերի հենց այդ պահերը անգիր չգիտեմ, դե համար նյարդայնանում եմ, ես այդքան շատ քարտ ու այդքան ամսաթվեր հաստատ չեմ կարողանա շատ անգիր անել։ Դե համար անդադ պետք է նայեմ, դե համար հետաձգում եմ ամեն օր։ Այդ պրոցեսը ժամանակատար է։ Դե դուք եք տեսնում մի քանի րոպե, հա, ինձ համար այդ պրոցեսը բավականին ժամանակատար կլինի։ Դե այսքանը, հուսով եմ շատ չնեղվեցիք, եթե ձեր ցանկությունները չի կատարվում, թող որ բոլոր ցանկությունները կատարվի այն ժամանակ, երբ որ եւ Աստծուն է հարմար, եւ դուք եք պատրաստ այն ընդունելու ձեր կյանք եւ պատրաստ եք պայքարելու ձեր ցանկության համար։ Լավ եղեք։